Սիրելի երևանցիներ, օրակարգը ներառում է շատ տարբեր հարցեր, բայց վերջին հարցի հետ կապված քաղաքական կրքերի բորբոքումը շատ ու շատ ստորջրյա խութեր է հանում ջրերից։ Պարոն Գալաջյան, դուք ասում եք պատասխանենք։ Եթե դուք նախորդ նիստի վերջում մեր հասցեին ասված խոսքերի համար պատասխանատու եք, էլ պատասխան մի պահանջեք, այդ դրա պատասխանն էր դա։ Իսկ եթե լավ չեք հիշում, ինչ պատվեր եք տվել, որ հնչի, մի հատ որ վերանայեք, կհասկանաք ու ինքներդ ձեզ հարց տվեք, այդ խոսույթը ամբյոն հանելը։ Վերջի ելույթները անցած նիստի նայեք կտեսնեք, նայեք կտեսնեք, անվանական չեմ ուզում ասել։ Ինչպես։ Ասում նայեք կտեսնեք, այդ էլ իմ պատասխանն է ձեզ։ Ես եմ որոշում ինչին ինչ պատասխանեմ, ես պատասխանեցի, ասում կնստեք ու վերջ։ Ի՞նչն է անպատասխանատու, անպատասխանատու դուք էլ բարել եք, պարոն Փամբուկյան։ Ասում եմ մարդ եք վիրավորել։ Դե մի թատեք, ուրեմն մի թատեք իմ ելույթը։ Մի գոռացեք, ստեղ տոները չասեք իմ ելույթը։ Տոները չասեք կպահեմ ժամանակ, եթե ինչ բանը։ Ելույթս մի թատեք։ Լռություն դալիճում, լռություն խնդրում եմ, շարունակեք։ Ուրեմն ինչ որ ասում է, ապատասխան հաստատ չի մնալու, իմացեք էդի անպայման։ Շատ լավ, ուրեմն անցնենք հաջորդ դրվագներին, էդ որ ասում եք ապօրինի բույքով ում բռնում եք գալիս եք դատարան, ապօրինի բույքով էդ ում եք բռնել, որ դատարանի դեմը բան է եղել, չկա տենց բան, ապօրինի բույքով ոչ մի դատավարության ժամանակ ոչ մեկը չի եկել պիկ է տարել, այտենց հեքիաթներ մի պատմեք մարդկանց։ Ստը դուք եք ասում շաբաթը մեկ մարդ են տանում թաղապետարաններից, քաղաքապետարաններից, այո մենք տալիս են քաղաքական գնահատական, որ կոռուպցիայի մեջ թաթախված է քաղաքապետարանը, բայց այդ ձերբակալված մարդկանց հասցեին մի անգամ մեզ թույլ չենք տվել ասել, կաշառակեր կամ իրանք կոռուպցիաներ են, մենք անվեղության կախավարկածը պահում ենք։ Է որ ձերբակալում եք ինչ, 2 ամիս հետո անցնում է տնային կալակ, մեկ է գործը քննցնում է, չգիտեմ, վաղրության ժամկետով, եսի ինչով, բռնելով չի մենակ, դատ կա, դատավճիռ կա, ասել եք սա է կոռուպցիաները, կամ ապօրինի գույքով ես ինչ մարդ այսքան գույք է տարել, վերադարձին պատասխանատվություն կրեց, որ վաղրության ժամկետները տենց սղաստում եք, անց եք ասում, մենք որ հմեկով ցույց տակ, թե տեսեք կոռուպցիայի դեմ պայքարում եք։ Ինչ վերաբերում է Լենինգրադյան փողոցի հետ կապված, որ մենք չենք կարող կողմ քվեարկել, ժողովուրդ մի հատ նայեք ձեր առաջնորդը որ գնում է, ասում է Վլադիմիրովիչ, մի հատ նայեք էլի, ժողովուրդ ամոթ է էլի, մի թատեք, մի զուգահեռ մի խոսացեք իմ հետ։ Եվ ամենակարևոր էլի, ամենապարզ դրվագը, մի հատ նայեք նախորդ իշխանություններին, որ այդպես քննադատում եք, ես էլ եմ քննադատելու չեմ հրաժարվում քննադատությունից։ Այդ ձեր իշխանությունն է ռուսական զորախմբի կազմում խաղաղար ուղարկել Սիրիա, այդ չուղարկի էիք։ Այդ ձեր մոտ է դունված այդ բաներով փորձեք ինչ որ մի օր մեկի մի բան խոստանալ, հետո գնալ մյուսին ինչ-որ մի բանով Սիրիա շահել։ Էդ է ձեր իշխանության բովանդակությունը։ Ու առասարակ երբ որ խոսքը գնում է քաղաքական պատասխանատվության, չգիտեմ, ում հետևը ինչ ականջներ է երևում, ինչ անում։ Լավ ու շատ նայեք ձեր կողքը տեսեք երկիր ինչ վիճակի է հասել, ով ինչեր է ասել, ով ինչեր է արել, ով ինչեր է խոստացել, ու այսօր ինչ իրավիճակ ունենք։ Ինչ վերաբերում է այդ ձեր ասած Գյումրիին, պատկերացրեք դուք այնքան վատն եք եղել, որ անգամ Վարդան Ղուկասյանն է նախընտրել եղել։ Հիմա այդ որ ասում եք Ապեզենն է, հետո Կաշառքն է, դա լավ տեղյակ եք սկզբից որն է գալի, Կաշառքն է գալի, Ապեզենն է գալի, հետո շինթույլտվությունն է գալի, ըստ լավ մանրամասն հերթականությունը գիտեք։ Ինչ վերաբերում է վաղարշապատին, հա, իմիջիալոց այդ որ ասում եք մարդ ենք ձերբակալում, բան Դուք այդ մարդկանց վարկաբեկում եք ընդամենը։ Եթե արել են հացանք ու զանցանք, դատապարտեք, ազատազրկեք։ Իսկ եթե պետք է բռնեք, շոունդ անեք, որ տեսեք պայքարում եք, այդ մարդկանց անվան հետ խաղաք, հետո ուղարկեք իրանց տուն, իրանց էլ դառնա որ լավություն արեցիք, ինչ բարի եք չնստացրեցիք, ընդամենը այդ մարդկանց ճակատագրի հետ եք խաղում։ Ինչ վերաբերում է վաղարշապատին, վաղարշապատցիները տեսել են ձեր նախորդ կուսակցի կառավարումը, տեսել են ով ինչ արել ընդեղ, դուք ինչ արդյունքներ ունեք ու ինչքանով եք պատասխանատու ձեր նախորդ կուսակցի արածների հետ կապված, այդ կոռուպցիան էլ անտեղ թաթախված եղել,
Ու նույն աղաշապատցիները հաստատ չեն տալու ձեզ այնքան մեծամասնություն, որ դուք քաղաքի կառավարումը ստանձնեք։